Ես ողջունում եմ մեր բոլոր ռադիո լսողներին եւ ռադիոդիտողներին, դուք դիտում եւ լսում եք Գործարար Ալիք հետաղավարում աշխատում է Լիաննա Խաչատրյանը։ Այսօր մեր հյուրն է Աղասի Թադևոսյանը, մշակութային մարդաբան։ Բարև ձեզ։ Պարոն Թադևոսյան, մի այսպիսի խճճված թեմայի շուրջ եմ ուզում խոսենք եւ փորձենք միասին հասկանալ, որովհետեւ ինձ թվում է մեր բոլոր ռադիոլսողներն ու ռադիոդիտողները անկախ կրթական ցենզից եւ մասնագիտությունից ընտրած ունեն որոշակի զգացողություն, որ աշխարհը փոփոխվում է, աշխարհը ասելով ոչ միայն գլոբալ գեոքաղաքականության մասին եմ ես խոսում, այլ անգամ իրեն շուրջ աշխարհը, հա, առողջապահության համակարգն է փոխվում, կրթությունն է փոխվում, այն բոլոր մարկերները, որոնք կային եւ աշխատում էին նախկինում, հիմա կարծես թե չկա։ Կա տեսակետ, որ այո, մենք այսօր անցնում ենք մեկ այլ պետության ձևի, որտեղ կենտրոնում, այսպես ասենք, էֆեկտիվությունը պետություն կորպորացիա են անգամ անվանում, եւ սա նոր աշխարհն է, որի հետ պետք է հարմարվել։ Մարդաբանները ինչ են ասում այս կարծիքի վերաբերյալ եւ ինչ փոփոխություններ եք դուք մասնավորապես նկատում, խնդրեմ։ Նայեք, երբ մենք խոսում ենք պետությունների ու հասարակությունների, ես նաեւ կասեի, փոփոխության մասին, պետք է հասկանանք ակնհայտ մի բան, որ այդ ամենը նաեւ շատ էականորեն փոխկապակցված է մշակույթի փոփոխության հետ։ Ես մշակույթ նկատի ունեմ ոչ պրոֆեսիոնալ գործունեության ոլորտը, որը հանդականորեն ընդունված է մշակույթ արտահայտության տակ հասկանալիս լայն այլ առօրյա, հա, գեղարվեստ եւ այլ, մշակույթը որպես աշխարհը իմաստավորելու ձև, իմաստն ստեղծելու ձև, աշխարհի մասին ու նաև մարդկային աշխարհի մասին իմաստն ստեղծելու ձև, որտեղ դա անդադ վերափոխվում է, որտեղ մարդիկ անդադ վերաիմաստավորման process-ում են, ինչեմ ես սա կարևորում, որտեղ ըստ էության, երբ որ մշակույթը ինքը նաև անմիջականորեն այդ տեղեկատվության արտադրության, ձևավորման, տեղեկատվության փոխանակման բաներից մեկն է, հա, կարևոր միջավայրերից մեկն է, կամ ասենք գործիքներից մեկն է։ Իսկ ասեի բազային, հա։ Այո, որովհետև մշակույթը ըստ էության, եթե նայենք օրինակ ֆրանսիացի մշակութային մարդաբան ստրուկտուրալիստ Կլոդ Լևի-Ստրոսը դրա մեջ շատ կարևորում է եւ ընդհանրապես մշակութային մարդաբանների մեջ կա բավականին պես ընդունված մի տեսակետ, որ մշակույթը ինքը ամենագլխավոր ֆունկցիաներից մեկը փոխանակային 3 հարթություններն են, փոխանակությունների կազմակերպման, դա նյութական բարիքների փոխանակությունն է, դա նշանների, այդ թվում նաև խոսքի, սիմվոլների եւ այդ ամեն ինչի խոսքի, տեսքի, նորաձևությունից բռնած վերջացած ամեն ինչով, հա։ Ամեն ինչով, որ մենք մեզ նույնականացնում ենք ինչ-որ խմբի հետ կամ տարբերակում, ինչ-որ միջավայրի հետ, ինչ-որ աշխարհական տարածքի հետ եւ նաև նշում ենք այդ տարածքը, նշում ենք այդ խումբը, նշում ենք այդ մարդկանց, հա։ Եվ երրորդ աստիճանը դա համարն է կանանց փոխանակությունն է եւ հիմա թվում է թե այդ երրորդը դուրս է եկել, որովհետեւ դա շատ ալբնոշ է ցեղային շրջանին, երբ որ կլանները իրար մեջ ունեին որոշակի ստրուկտուրաներ, ակլանը աղջիկները կանայք է տալիս ամուսնական նպատակով C կլանին, B կլանը, F կլանին, ասենք այդպես չէ, A կլանը B կլանին տա, եթե կար այդ կառույցը, հա։ Ինչեմ ես սա ասում, որովհետև ժամանակի ընթացքում փոխանակության այս ձևերը փոփոխվում են, հա, ասենք տեսեք օրինակ 1968 թվականը, որը համարվում է ըստ էության մշակութային տեսանկյունից այսօրվա աշխարհի ստեղծման սկիզբը, այն իմաստով, որ շատ տեղեկատվական հենց այս տեղեկատվության փոխանակությունը տրադիցիոն ավանդական ձևը սկսեց 68 թվականից հետո խախտվել, այսինքն այն ինչ որ ավագ սերունդը երիտասարդ սերունդը վերցնում է տեղեկատվությունը հիմնականում ավագ սերնդից, դրա համար ինքը նաև գտնում էր ավագ սերնդի իշխանության տակ, այդ հայրեր եւ որդիներ հայտնի այդ չէ հարաբերությունը 60 թվականին
եւ նահանգներում եւ Եվրոպայում այդ երիտասարդական շարժումները, որոնք որոշ առումով կապված էին նաեւ Վիետնամի պատերազմի հետ, այդ խաղաղության դիսկուրսը եւ այլ, բայց առաջին հերթին մարդու ազատագրման խնդիրն է դրված եւ մարդը պետք է ազատագրվեր համակարգից։ Ինչի ասա կարևոր, որովհետեւ դա ես մի քիչ խորքից եմ գալիս, որովհետեւ դա կապված է ձեր հարցի հետ, ինչը որ հեսա քննարկենք։ Ինչ է տեղի ունենում 60-ականներին, համենայն դեպս գոնե մարդիկ դրա համար պայքարում են եւ գոնե իրանց թվում էր, որ դա տեղի է ունենում։ Երիտասարդ սերունդը ազատվում էր մեծերի, ավագների, այսպես ասած, ավանդույթի պարտադրանքներից եւ փորձում էր իր ինքնուրույնությունը, իր անհատականությունը ձևավորել ինքնուրույնորեն։ Որովհետեւ անհատականության, սուբյեկտության ձևավորման տարբեր երկու հիմնական ձև կա, մեկը որ տրվում է մարդուն, ասենք օրինակ ավանդույթով պարտադրվում է, երեխան ծնվեց, աղջիկ կամ տղա, չէ, ասենք մանկուց իր այդ դաստիարակության համակարգը իրա մեջ դնում է այդ ինչպեսին պետք է լինի իսկական աղջիկը, իսկական կինը, ինչպեսին իսկական տղամարդը, այդպես մարդիկ այդ իսկականին են ձգտում նմանվել ու իրանք վերցնում են այդ արտաքին սուբյեկտությունը, որ թվում է թե իրանց դառնում է իրանց ներքին սուբյեկտությունը ինչ-որ բայ։ 60-ականները ինչով էին տարբերվում, որ իրենք նաև ավելի խորքից էին գալիս, դեռ 30-ական թվականներից, 20-30-ական թվականներից էր գալիս էս, այն որ փոխվեց այս ձևը, հա, ինֆորմացիայի փոխանակության, տեղեկատվության փոխանակության, իսկ սա շատ ավելի այդպես նաև էականորեն կապված է նաև ձեր նշած այդ խնդիրների հետ, պետության ձևի խնդրի հետ, որովհետև ըստ էության սա էականորեն կապված է դեռևս 19-րդ դարում տեղի ունեցող այն էլի ինֆորմացիոն կապերի, տեղեկատվական կապերի շրջանառության փոփոխության հետ, որի հետևանքում ծնվեցին ազգային պետությունները, հա, այսինքն այն ազգային պետությունները, որոնք որ մենք ընկալում ենք որպես ժամանակակից ազգային պետություններ, որտեղ ազգային պետություններ կա նաև ազգային նացիոնալիզմի մասին միֆ, որ իբր թե նացիոնալիզմը ծնվել է 17-րդ դարում ֆրանսիական այդ հեղափոխությունից հետո, բայց դա էլի միֆ է, որովհետև իրականում ազգեր եղել են մինչև ֆրանսիական հեղափոխություն, եւ մինչև ժամանակակից ազգերը էլի եղել են ազգեր։ Հա, բայց դրանց քաղաքական սուբյեկտայնությունը տեղի արդեն 19-րդ դարում շատ տարբեր ժողովուրդների մեջ շատ տարբեր են եղել այդ process-ները ազգագոյացման, հա։ Ուղղակի քանի որ Եվրոպան արդեն 17-րդ դարից հետո փոխվեց աշխարհում նաև քաղաքական հեգեմոնության կենտրոնը, Եվրոպան դարձավ քաղաքական հեգեմոն, այսպես ասած, հա, ու քաղաքական ստրուկտուրաներ տարածող ցիվիլիզացիա, քաղաքակրթական կենտրոն, դրա հետ կապված նաև դիսկուրսները, կապված նաև թե ինչա ազգը, ինչա պետությունը, քաղաքական կառույցները ինչ են, արդեն սկսեցին ոնց որ ասած տարածվել Եվրոպայից եւ մարդիկ սկսեցին ընդօրինակել, մյուս պետությունները սկսեցին ընդօրինակել այդ ձևերը, որոնք որ այնտեղ առաջանում են եւ այդ հասկացությունները, այդ գաղափարները դրանք դառնում էին համամարտկայնացվում էին, այսինքն սկսեց մի իրավիճակ, երբ որ արդեն մարդիկ ոչ թե գաղափարներ արտադրում էին իրենց միջավայրում, իրենց համար, այլ վերցնում էին գաղափարներ, ավելի, այսպես ասած, այդ գաղափարների տարածման լեգիտիմությունը նվաճած այդ ցիվիլիզացիաներից, հա, որը որ նաև իր պատմությունը դա գալիս է գաղութային շրջանից, երբ որ եւ շատ ավելի վաղ շրջանից, այսինքն դա այդ կենտրոնի եւ պերիֆերիաների տարբերությունն է, կրոնը չի աշխատել։ Նաև կրոնն է աշխատել, բայց ինչի այս նոր շրջանում դա շատ ավելի ազդեցիկ է, որտեղ փոխվել է ինֆորմացիայի շրջանառության տեխնոլոգիան, գրատպությունների հայտ եկել։ Հա, եթե ասենք նախկինում այդ ինֆորմացիայի սինխրոնիզացումը հնարավոր չէր այդ աստիճան ինտենսիվ ձևով անել, այսինքն ինֆորմացիայի սինխրոնիզացումը որն է, այսինքն եթե ինֆորմացիա ստեղծող կենտրոնն է, ասենք եվրոպական քաղաքակրթությունը, ընդեղի փիլիսոփայական միտքը, ընդեղի
չգիտեմ, տնտեսագիտական միտքը, ընդեղի քաղաքագիտական միտքը, ստեղծում է ինչ-որ մի գաղափար, այդ գաղափարը գտվում է ձեռագրով եւ որպեսզի տարածվի, անդադ իրան պետք է արտագրել ձեռագրով։ Հա, եւ դա ընդհանրապես շատ փակ էլիտաների կամ փակ չասենք նեղ, հա, նեղ էլիտաների շրջանակներում կարող է։ Զուտ տեխնիկապես ինքը հնարավոր չէ այդքան շատ գրավոր ինֆորմացիա արտադրել ու տարածել աշխարհով մեկ։ Իսկ գրավոր ինֆորմացիայի կարևորությունը ինչն է, որ ինքը ստեղծում է սինխրոնություն, այսինքն նույն բանի մասին կարող է կարդալ եւ արդեն կրոնական էլիտաները, բայց կրոնական էլիտաներից բացի կարող են կարդալ նաեւ սովորական մարդիկ։ Այսինքն օրինակ Դյումայի վեպը կարող է կարդալ Կորեայի մի հերո գյուղի մի գյուղացի տղա կամ աղջիկ, հա, ու ինքը արդեն ունենում է իր հերոսները, իր ապրումները, էմոցիաները, հերոսականության մասին պատկերացումները ներբեռնում է ուրիշ մշակույթի սիմվոլիկաները, սինխրոնիզացվել արդեն աշխարհի մի ուրիշ կետում գտնվող մեկի հետ, որի մասին ինքը, ասենք, ընդամենը կարող է մի 50-60 տարի անգամ առաջ նույնիսկ պատկերացում չուներ, որ աշխարհում նման երկիր գոյություն ունի ու նման գրող կարող է լինել, հա։ Ինչի է սա կարող, որովհետև գրատպության այս աշխուժացումը դա բերեց այսպես ասած մշակութային համահարթեցում չասենք, բայց նմանությունների տարածման, հա, եւ աշխարհի շատ ժողովուրդներ սկսեցին իրար նմանվել, բայց այդ նմանությունների դեմ կար նաև պայքար, հենց այդ պայքարը քո սեփական ազգային ինքնությունը շեշտադրելն է սեփական գրավոր մշակույթի, տպագրական մշակույթի միջոցով։ Տեսեք, ասենք մենք հայերս ինքներս ստեղծեցինք հայերեն լեզվով տպագրություն եւ դա մեր ազգագոյացման, այսպես ասած, գործում չափազանց կարևոր դեր ունեցավ։ Այսինքն հետո իհարկե խորհրդային միության շրջանում մեր ազգագոյացման վրա սովետական տպագրական գործը մեծ դեր խաղաց, այսինքն ինչի է այստեղ կարող, որտեղ սովետական այդ սոցիալիստական տպագրությունը ինքը որոշում է, ինքը իրականացնում է որոշակի գաղափարական կտրվածքով, հա, կոմունիստական այդ գաղափարախոսության եւ սոցիալիստական ազգի ձևավորման նպատակադրումով, հա, դրա համար մեր մոտ էլի տարածվում էին շրջանառվում էին վեպեր, ազգային հերոսականություն, բան, բայց դրանք արվում էին մոտավորապես այն համատեքստում, որ մենք միշտ պատկերացնեինք, որ մենք հայերս մեծ սովետական միություն պետության մեջ ազգային համայնք ենք։ Մենք երբեք սովետական պետության մեջ չենք ունեցել պետականության այդ կրող ազգի զգացումը։ Մենք ունեցել ենք հանրապետության, սովետական հանրապետության ինքնության զգացողությունը, որը որ ապրում էր ապահով կարող էր ապրել հենց սովետական մեծ պետության հովանու ներքո։ Եվ նույնիսկ 90-ականների սկզբին, 80-ականների վերջին, երբ որ այդ սկսեց անկախության պայքարը, շատ հետաքրքիր է, որ այն քաղաքական կառույցները, որոնք որ ավանդական, այսպես ասենք, հա, որոնք որ ազգապահպանման գործողությունը, process-ում ունեցել էին կարևոր եւ առաջատար դերակատարություն, իրենք շատ զգուշավոր էին վերաբերվում անկախությանը եւ նույնիսկ անպահպանված այդ գրավոր, հա, արխիվներում նյութեր, թե ինչպես էին իրենք այդքան էլ չէին ողջունում Հայաստանի անկախացումը 91 թվականին, որովհետև ունեին այդ վախը եւ ոչ միայն իրենք ունեին, այլ նաեւ հասարակության որոշակի շրջանակներում կար այդ վախը եւ ասենք օրինակ 89-90 թվականներին շատ ակտիվ խոսակցություն կար, որ եթե մենք անկախանանք, Թուրքիան մի օրում մեզ կոչնչացնի, բայց հետո այդ խոսակցությանը հակազդող այլ խոսակցություններ տարածվեցին, որ այդ վախը անկախանալուց հաղթահարվում էր աստիճանաբար եւ ինչ որ մի պահի ըստ մարդկանց մեջ այդ անկախ լինելու վախը հաղթահարվեց։
Բայց գալով ձեր այդ հարցին, հա, մենք եկանք մի քիչ Հայաստանից, բայց բնական է մենք Հայաստան, ինչն է այսօրվա այդ մեծ փոփոխությունների պատճառը, որովհետև եթե 60-ականներին, 70-ականներին, որոնք որ այդ նշածս գործընթացի կարելի ասել կուլմինացիան էին, որը որ այդ անհատի ինքնուրույնացման իր սուբյեկտությունը կառուցելու այդ ինքնուրույն կառուցելու process-ի, այսպես ասած, բաներ ամենաուժեղ տարիներն էին, այդ ժամանակ ստեղծվում էր եւ արվեստ եւ երաժշտություն, որի սախ կենտրոնական բանը մեխը ոնց որ ասում են հենց այդ էր էլի, ասենք այդ անհատներ, անհատի ազատագրում էր, փողոքներ, այդ այն ինստիտուտների դեմ, որոնք որ այդ նացիոնալիզացիայի ծանր գործընթացն էին տարել, այսինքն այդ ազգային պետությունը իրանք ստեղծում էին այդ ինստիտուտները, որոնք որ կոպիտ ասած այդ կրթական համակարգերը եւ այլ, որոնք ձևավորում էին իրենց համապատասխան մարդու տեսակը։ Ինչպես օրինակ սովետական միությունն էլ ձևավորում էր իրեն համապատասխան, չէ՞, մարդու տեսակը։ Եվ մարդիկ այդ բունտն է, դժգոհությունը, բողոքը այդ ծանր մեքենայից ազատագրվելու։ Ավելի ուշ, հա, մեր այս ժամանակաշրջանի սկզբում 90-ականների արդեն կեսերից սկսեց աստիճանաբար դեռ 80-ականների վերջերին այս այդ process-ը անհատականացման ինչ որ սկսեց բան անել, նահանջ ապրել։ Եվ հիմա ավելի շատ մենք տեսնում ենք, որ 70-ականների այդ բանը վերելքը, հա, անհատականության, այսպես պայմանական ասենք, անհատի զարթոնքի, հա, այդ վերելքը սկսեց աստիճանաբար մարել։ Էդելի այստեղ անհատի ճգնաժամը իր մեծ դերը չի խաղում, որովհետև վերջի շրջանում ես օրինակ շատ հաճախ եմ այդ հարցը ինձ տալիս ու կողքից եմ լսում, հատկապես արհեստական բանականության էս թռիչքային աճը, որ մենք գրանցում ենք, որը պարզվեց մեզնից լավ տեքստեր է գրում, մեզնից լավ նկարում է, հա, միջին մարդուց առնվազն լավ, եթե դու հանճար չես, արհեստական բանականությունը ամենայն հավանականությամբ կարող է քեզնից լավ դա անել։ Մեզնից արագ մտածում է եւ այլն եւ այլն։ Ու ստեղ ինչ որ էգզիստենցիալ հարց է մարդու մոտ կանգնում։ Լավ, եթե ես էս չեմ, ու փաստորեն մարդու վրայից, ինչպես ասենք, չգիտեմ, կաղամբի վրայից, որ sense կլեպները հանես, այդ տակը կոթը մնում է կարծես թե մենակ իր ընտրելու հնարավորությունը։ Դու կարող ես ընտրել հրապարակել այս տեքստը, խոսել ես թեմայի շուրջ եւ այլն, ու դա էլ մտնում է այդ կոնստրուկտի մեջ, հա, այս նոր իրականության, հա, մենք չունենք այլևս համընդհանուր օրինակ առողջապահական համակարգ, բայց դու կարող ես ընտրել թե որ կլինիկան գնաս, դու կարող ես ընտրել լինել հարուստ թե աղքատ, դու ինքդ պետք է քո վրա աշխատես, որպեսզի ընտրես, այդ մարդն, այսինքն միակ արժեքը, միակ ազատ տարածքը, որ քեզ տրված է միջավայրի կողմից, դա քո ընտրությունն է։ Գիտեք, ինձ թվում է, որ մենք դեռ արհեստական բանականության, մենք ասել ես նկատում չեմ մենակ Հայաստանում, այլ ընդհանրապես աշխարհում մարդիկ, սովորական մարդիկ այդ արհեստական բանականության այդ իրեն փոխարինելու իրավիճակը դեռ չեն ֆիքսել եւ չեն գիտակցել, այսինքն դեռ չի ռեֆլեքսված այդ, չի գիտակցված։ Ինձ թվում է, որ հիմա մարդիկ կա այդ նորությունների մի քանի փուլ էլի։ Առաջի փուլը վախն է նորությունից, երկրորդը համարյա վախին զուգահեռ գնում է հաճույքի փուլը, այդ որ համ դու վախենում ես, համ էլ հաճույք ես ստանում այդ նորությունից եւ հիմա մենք ինձ թվում է, որ այդ փուլում ենք, համ ունենք այդ վախերը, համ էլ ունենք այդ հաճույքով իրանից օգտվելու այդ բերկրանքն ենք ապրում, որովհետեւ ինձ թվում է, որ շատ քիչ մարդիկ կան, միգուցե շատ ավագ սերնդի մարդիկ, որ
այսօր չեմ փորձում մի երկու բառ հարցնել ChatGPT-ին, հա։ Հարցը տալ ստանալ պատասխաններ, հետո դա վերածվում ինչ-որ մի տեսակ խաղի։ Ու հիմա թե հետո ինչա լինելու, անկեղծ ասած, ինձ թվում է, որ մարդկությունը նույնիսկ չել պատրաստ հասկանալու ինչա սպասվում, ինչ հետագա զարգացումներ կարան լինեն, ու դա նույնպես գալիս է ինձ թվում է նրանց, որ որևէ երևույթ փոփոխություն սոցիալական կյանքում, մշակութային կյանքում հասկանալու համար ժամանակ է պետք մարդկությանը։ Այսինքն մարդու վերլուծական արագությունը այսօր հետ է մնում նորույթների ի հայտ գալու արագությունից։ Հա, մեծ հաշվով մենք նոր կարելի է ասել ռեֆլեքսիա ենք անում, թե ինչա կատարվել եւ գրատպությունը ստեղծվեց։ Այո, մենք գրատպության մասն ենք նոր ենք հասկանում, հա, մեծ հաշվով։ Քիչ նոր սկսել ենք հասկանալ համացանցը ինչի է հանգեցնում, ինչի մասին ես ուզում եի խոսել, բայց մենք անցանք դրան, բայց երկու բառով ես կխոսեմ, նաև որովհետև համացանցը ինքը ըստ էության ինչ արեց, ինքը փոխեց սերունդների միջև ինֆորմացիայի փոխանցման ավանդույթները։ Բայց նաև մասնատեց այդ ձեր ասած ընդհանրությունը, որ կորեացի աղջիկը կարող է դյումա կարդալ, արդեն կորեացի աղջկա համար, ասում եմ, արհեստական բանականություն օրինակ նույն YouTube-ում ընտրում է թե դա ինչ նայի, ըստ նրա ցանկությունների, եւ բոլորս մեր պղպջակների մեջ ենք։ Այսինքն նայեք, տեսեք, եթե սկզբում մինչև էս արհեստական բանականության ի հայտ գալը կազմի վիճակ, երբ որ մարդը ինչ որտեղ պետքա փնտրել, ինքը գտնել այդ ամեն ինչը, էլ չէր հարցնում իր մեծերից, ինքը նույնիսկ ծաղրում էին իրենց դասատուներին, արդեն ծաղրի առարկային դարձել համալսարանի պրոֆեսորները, որովհետև ասենք այնպիսի հեղինակավոր, ասենք գիտնականներ, գիտնական պրոֆեսորներ, որոնք որ PowerPoint-ով չէին իրենց դասախոսությունները կարդում, խոսքը Հայաստանի մասին չէ, այնպես արևմուտքի նույն նահանգներում, ասենք ես այդ ժամանակներում առիթ ունեցել եմ լինել տարբեր մի քանի համալսարաններում, ես նկատել եմ այդ բանը, օրինակ շատ ազդեցիկ անուններ չեմ տա, բայց սոցիոլոգիայում իրենք ուղղությունների հիմնադիր գիտնականներ են, Կալիֆոռնիայի Բերկլի համալսարանում 3 այդպիսի պրոֆեսորների ես ասենք նույնիսկ 4 գիտեմ, որոնք որ PowerPoint-ը գտնում են, որ իրենց խանգարում է ստեղծագործական դասախոսություն կարդալու համար, բայց տեսեք այդ փոքր գործիքի բացակայությունը արդեն առաջացնել է իրանց հանդեպ ծաղրական չասեմ, բայց ինչ-որ մի տեսակ հեգնակ արխայկության մարգյոր էր, էլի։ Հա, այս հինա, հա։ Հիմա այդ առումով շատ հետաքրքիր է, փոխվում է նաև գիտելիքի ստատուսը, կարգավիճակը մարդկանց մեջ, ինչն է համարվում գիտելիք, հա։ Տեսեք, օրինակ, բերեմ շատ էլի մի կյանքից օրինակ, իմ 13 տարեկան են ժամանակ իմ տղան, հիմա մի քիչ մեծացել է, տղան ինձ մի օր եկավ հարցնում, ասում է, պապ, ինձ Ճապոնիայի մասին մի քիչ բաներ կասես, ասում ինչ տա պետք, բանը պիտի պատրաստեմ, պրոյեկտ ենք անում, հիմա իրանք դասին պրոյեկտ են ասում, էդ էլա, չէ, միջազգայնացվում է, էլի բան։ Պատմեցի իրան սամուրայների մասին, Ճապոնիայի մասին, տարբեր բաներ, բուդդիզմի մասին, որտեղից է եկել բանման, ու ճանց երեկոյան կողմը ասեց մի հատ բերեմ կտենաս, ոնց է եղել, բերել է PowerPoint-ը սարքել, ուրեմն ցույց է տալիս ինձ, շատ բան, ես ինքս չէի կարա այդ գործիքը, ես տիրապետում եմ իհարկե, բայց այդ երեխեքը ոնց են, իրանք բանը, շատ ավելի փոփոխողն են, ժամանակ շատն են, ես այդքան ժամանակ չունեմ, ասենք, տնեմ, ինչ-որ մի հատ թարթող էջի մի նրբերանգ գտնեմ այդ գործիքի մեջ, որովհետև դրա փոխարեն ես կնստեմ, բան, տեքստ կգրեմ, հա, խորքային գիտելիք կարտադրեմ, այլ ոչ թե այդ։ Բայց ես հիմա նայում եմ իրա
այդ սարքած PowerPoint-ը ու մտածում ես իրան տվել եմ իմ իմացածի Ճապոնիայի մասին, ասենք ընդամենը, չգիտեմ, 3%-ն էլ չեմ տվել այդ մեր բանավոր քննարկման ժամանակ։ Բայց եթե ես ու ինքը ինչ որ մի լսարանում, հա, ասենք օրինակ, չգիտեմ, համալսարանի մեծ լսարանում, հա, ասենք գնանք ամերիկյան համալսարան, երկուսով պրեզենտացիա անենք այդ թեման, ինքը շատ ավելի մեծ հաջողություն կունենա լսարանում, քան ես։ Այսինքն այստեղ մենք հասկանում ենք, տեսնում ենք մի բան, որ խորքային գիտելիքը, վերլուծական գիտելիքը ու ինֆորմացիան, ըստ էության, եթե նախկինում գիտելիքը ինքը ինֆորմացիայի հիմքն էր եւ աղբյուրն էր, այսօր խախտվում է այդ ամբողջ բանը, հա, հարաբերակցությունները, իսկ դա բերում է նրան, որ ավելի երիտասարդ սերունդը ինքը այլևս ինֆորմացիան չի ստանում ավելի փորձ ունեցողից, հա, դա ինտերնետի դարաշրջան, մինչև արհեստական բանականություն արդեն խախտվել էր այդ հարաբերակցությունը։ Իդեպ հետաքրքիր է, հայտնի մարդաբան Մարգրետ Միդը ինքը մշակույթի 3 տիպեր է առանձնացնում, ու իր առանձնացած տիպերից մեկը վերջին տիպը, դա այն է 3 տիպեր, առաջին տիպում ինֆորմացիան փոխանցվում է այնտեղ այսպես է ինքը բնութագրում, ասենք թորները նայելով իրանց պապերին տեսնում են ոնց է լինելու իրանց կյանքը։ Այդ ավանդական հասարակությունն է, երկրորդ հասարակության մեջ դա այն հասարակությունն է, որտեղ որ երիտասարդները սովորում էին իրենց ծնողներից, արդեն ոչ թե պապերից, այլ ծնողներից։ Եվ ինքը ասում է, որ երրորդ տիպը հասարակության այն է լինելու, որ երիտասարդները իրենք սովորելու են ոչ թե մեծերից, այլ իրանք իրարից ու նույնիսկ մեծերն են սովորելու իրանցից։ Այդ տեսությունը, երբ որ ինքը այդ տիպերի մասին խոսակցությունը այս տիպաբանությունը արեց, այդ երրորդ տիպը համարվում է ֆանտաստիկ մի բան, որ այդ բանը, ասենք զուտ տեսականորեն է հնարավոր, հա, ու հիմա մենք տեսնում ենք, որ այդ տեսական իրան նկարագրած տիպը մենք ունեցել ենք, ու հիմա մենք գնում ենք 4-րդ տիպին, որի մասին իր մտքով էլ չեն անցել, հա, այսինքն այդ ինտերնետին հաջորդում է արհեստական բանականության շրջանը, որտեղ արդեն բանը գիտելիք ստեղծող հեղինակությունը համարվում է երիտասարդ սերնդի մոտ, պատանիների երիտասարդների երեխեքի մոտ համարվում է արհեստական բանականություն։ Հենց ինքը տեխնոլոգիան։ Հա, իրանք այլևս նես տպավորությունն, որ իրանք այլևս կարիք չունեն մարդու ավելի գիտելիք կրող մարդու, որը որ գիտնական է։ Այսինքն այստեղ մի հատ շատ էական խնդիր առաջանում, արդյոք գիտությունը կշարունակի գոյություն ունենա։ Դե օրինակ կրթության մեջ շատ կներեք, որովհետև գիտությունը ինքը համատաբար երիտասարդ ֆենոմեն է, ինքը առաջացել է լուսավորության դարաշրջանում, հա, այսինքն մինչև այդ աշխարհաճանաչողության ձևը դա բանն է, կրոնն է, հա, հավատքով է դու ճանաչում։ Հիմա մարդկությունն է երկու ձև, հավատքը ու գիտելիքը, միտքը։ Հիմա գալիս է մի դարաշրջան, որ ոնց որ թե գիտելիքի կարիքը մարդկություն ունենալու է, բայց այստեղ գիտեք խնդիրը ինչն է, հնարավոր չի գիտելիքի կարիք չունենա մարդկությունը, որտեղ չեմ կարծում, որ արհեստական բանականությունը ունենալու է այն աստիճանի զարգացում, որ ինքը սկսելու է ինքնուրույն հետազոտական աշխատանք տանել, ասենք ամեն դեպքում այդ գիտնական կոչվածները դեռ կպահպանվեն, բայց ինձ թվում է, որ իրենք կլինեն շատ փակ ու նեղ խումբ եւ մասսայական, այսպես ասած, սպառումը գիտելիքի, ոնց որ եղել է, ասենք համալսարանների միջոցով, չէ, այդ գիտելիք ստեղծողները պրոֆեսորներն են, որոնք համալսարաններում փոխանցում էին իրանց ստեղծած գիտելիքը, իրանց գիտափորձի արդյունքները ուսանողներին, հա, ուսանողներն էլ դառնում էին մասնագետներ։ Հիմա կարծեք թե այդ համալսարանի ստատուսն է փոխվել, որովհետև մի անգամ համալսարանի ստատուսը փոխվեց, համալսարանները դրանք կրոնական գիտելիքի
տեղեր էին, հետո դարձան աշխարհիկ համալսարաններ։ Հիմա ինչ համալսարաններ են իրանք դառնալու, մի քիչ բարդ է ասել, բայց այն որ ել չեն լինելու նախկինը միանշանակ է, որտեվ այն բաները, որոնք որ ուսանողը կամ երիտասարդը հարցնելու է, ինքը էլ կարիք չունի գնա համալսարանի լսարանում սովորի։ Հա, ես այստեղ մի հատ հարց եմ ուզում տալ, բայց չգիտեմ կարողանամ արդյոք ճիշտ ձևակերպել, այդուհանդերձ նախ գիտելիքի վերաբերյալ մենք օրինակ դպրոցում, հա, արդեն նկատում ենք այդ տենդենսը, անգամ Հայաստանում, որ ասում են մեզ գիտելիք, երեխաներին գիտելիք սովորացնել, իրենց գլուխը ինֆորմացիայով լցնել պետք չի։ Իրենք արդեն ինքնուրույն կարող են այդ ինֆորմացիան գտնել, սովորացրեք մտածել, սովորացրեք վերլուծել, իրականում տենց շատ հեշտ է հնչում, բայց իրական շատ մեծ հարց է առանց գիտելիք լցնելու արդյոք հնարավոր է սովորացնել մտածել, բայց հարցս վերաբերվում է այ ձեր ասած այդ գիտելիքի ստատուսի անկմանը, հիմնավոր գիտելիքի ստատուսի անկմանը, որը իր հետ ոնց հասկանում եմ, բերում է նաև սոցիալական հիերարխիայի խախտմանը, հա, այլ ծնողը այն քեզնից բարձրը չի, տատիկը կամ չգիտեմ ինստիտուտը որոշ, չկա ոչ մի բլուր, այսպես ասենք, որը քեզնից բարձր է, բոլորը հավասար են համացանցի առաջ, եթե ոչ մշակութային մարդաբանին հարցնենք, այս հիերարխիկ համակարգի այս քանդումը ինչի կբերի։ Վատի մաստով չէ, հետաքրքիր է ուղղակի։ Ինչն է, ասենք այստեղ ծնողավարության շրջանի կրթությունն է։ Եթե ասենք նախկինում, օրինակ ծնողավարություն ավանդական հասարակություններում, հա, ծնողավարությունը տևում էր մինչև այդ ծնողի մեռնելը, ասենք օրինակ ընտանիքի այդ Գերդաստանի նահապետը, պատրիարխը, պայման չէ հայկական Գերդաստան նկատում ենք աշխարհի ընտանիքները միշտ պատրիարխներ են, չէ, այդ հայրը պատրիարխներ ու մայրը նույնպես այդ պատրիարխատի ուժով ուներ նաև մայրի իշխանություն նույն հայկական ընտանիքում Այդը եթե պապին չկար, տատին էր ասում։ Երկրորդ գլխավոր այդեղ բանը, տիրանը, հա, բռնապետը, էդի մայրն։ Եվ ավտորիտար ռեժիմի։ Ինքը ոչ միայն այդ բռնավա այտենց հեղինակային բան իշխանություն կանանց վրա հարսների ու աղջիկների, այլ նաև իր ավակ տղայից սկսած, այսինքն բացի իր ամուսնուց մնացած բոլորը իր ձեռքի տակ էին, հա։ Ինչի է սա, որովհետև կար այդ անվստահությունը այդ սերնդի հանդեպ, որ իրանք չգիտեն ճիշտը որն է։ Այդ ճիշտ իմաստները մարդիկ էին սահմանում էին ինչ որ այդ շրջանում սահմանել են ինչ որ մի սրբազան մարդիկ, իմաստուններ, կրոնական հեղինակություններ կամ ասենք նախնիները, ավանդույթը այդ երկուսն էր կամ կրոնական հեղինակություններ կամ ավանդույթի ուժով ձեռք բերված այդ ճշմարտություններ, որ անբեկանելի է եւ դրա եթե հանկարծ այդ ճշմարտությունից շեղվում էին, այդ մարդը կարող է համարվել, որ ինքը բանը կարող է կործանվի եւ այդպես էլ լինում է։ Դե հա, դա ուզում ասեի, ասենք կենսաբանական տեսակետից այդ մեծերին տենց տեղ տալը իմաստ ուներ այն առումով, որ այն միջավայրում, որտեղ մահացությունը այդքան բարձր թիվ է կազմում, մարդը ով հասել է 60 տարեկան, իրոք երևի մի բանը ճիշտ է արել։ Ոչ միայն 60 տարեկանները, այլ խնդիրը ճշմարտության կոնցեպտի մեջ է, հա, այդ հասարակություններում եւ այդ ժամանակաշրջանում այդ ճշմարտությունը որն է, ճշմարտությունը մարդը չէ թողնում, ճշմարտությունը ինքը սրբազան սակրալ ծագում ուներ ու ճշմարտության այդ մարդը կրիչն էր ընդամենը ու քանի որ ավակ սերունդին էր տրված այդ ճշմարտությունը կրող ու վերահսկողի գործառույթը ու ամբողջ հասարակությունը ու ոչ միայն մի հասարակություն, աշխարհում բոլոր հասարակություններն էին այդպես ապրում, դրա համար այդ մեծ սերունդը ուներ այդ ճշմարտություն կրելու իշխանություն, դա իշխանություն է, հա, ու հեղինակությունը։ Հետո երբ որ փոխվում է ճշմարտության կոնցեպտը, հա, այդ լուսավորչականության շրջանում ճշմարտությունը ոնց է դառնում։ Ճշմարտությունը ստեղծվում է
լիքի միջոցով մարդն է ստեղծողը։ Եվ պետք է լինի ապացուցելի։ Հա, եւ արդեն ոչ թե Աստված է ստեղծում կամ կանոնական ինչ-որ մի բան, էակ, հա, վեր մարդկային, այլ մարդն է ստեղծում։ Եթե մարդն է ստեղծում, մարդը նաեւ կարող է փոխի այդ ճշմարտություն։ Տեսեք, ճշմարտություն դառնա փոփոխելի։ Ավելի ուշ ջանում, չնայած ճշմարտություն փոփոխելի է, բայց ճշմարտությունը գերակա է եւ կա դա այդ գերակա եւ մարգինալ ճշմարտություն։ Կա դա մարգինալ ճշմարտություն ժամանակի ընթացքում մրցակցությունը իր մրցունակություն ցուցաբերելը շնորհիվ փոխարինել հիմնական ճշմարտությանը, բայց միշտ կա հիմնական ճշմարտություն։ Ավելի ուշ արդեն 70-60-60-ականներից այդ ասածը շրջան, չէ՞, այդ բունտերը, բունտարությունը, որ կա երիտասարդության հիպիզմը, ռոքը եւ այլ այդ բողոքական դիմադրողական շարժումները որ կային, այդ ժամանակ իհայտ եկավ այդ զուգահեռ ճշմարտությունների գաղափար, որ անպայման չի որ դու գերակա ճշմարտության կրող լինես, կարող է դու լինես մարգինալ, բայց քո ճիշտը նույնքան ուժեղ ճշմարտ լինի, ինչքան բան։ Դրա համար առաջացավ այս բազմազանությունը, տոլերանտությունը դարձավ կարևոր մի բան հասարակությունների կյանքում, բազմամշակութայնություն եւ այլ։ Հա, այսինքն կարևոր չի նաեւ եկավ նաեւ այդ հետգաղութային դիսկուրսը, որ անպայման չի որ ճշմարտության կրողը դա լինի սպիտակ մարդը, չէ՞, այդ կողքից իր բոլոր սիմվոլիկաները Եվրոպան կամ Ամերիկան չնայած այդքան խոսացին, բայց մեկը իրանք մինչև հիմա էլ մնացել են այդ դա կենտրոնները։ Այդ է ուզում հարցնել տրադիցիոն բաները, արժեքների պայքարը, որ մենք տրադիցիոն արժեքները, այդ ձեր ասացի դեմ կռիվն է, հակա։ Նայեք, մարդիկ հասկանում են, որ ամեն դեպքում եթե այստեղ խնդիրը հետևյալն է, կամ դու ես իշխում կամ ոչ մարդկային մի բան է իշխելու քո վրա։ Ինչի՞ եմ ես ասում, որտեղ եթե գիտելիք ստեղծողը մարդն է, ամեն դեպքում մարդն է իշխում ինքը իր վրա։ Եթե գիտելիք ստեղծողը, ճշմարտություն ստեղծողը դադարում է մարդը լինել, այլ դառնում է արհեստական բանականությունը, այդ ժամանակ մարդը ընդհանրապես կորցնում է սոցիալական աշխարհը, հասարակությունները, մարդկային աշխարհի հանդեպ վերահսկողություն իրականացնելու հնարավորությունը։ Բայց կրոնական մտածելակերպը նման բան չի ընդհանրում։ Ինչ առումով։ Դե այն ժամանակ էլ գիտելիքի հիմքում ընկած էր էլի ոչ մարդ, Աստված։ Չէ, ուրիշ բան որ մենք էինք այդպես մտածում։ Այն ժամանակ բանը վեր մարդկային մի բան է, բայց ճշմարտությունը, սակրալ ճշմարտություն է, որի մարդկային աշխարհ փոխանցողներ եւ մարդկային աշխարհում վերահսկողները, դրանք են մարդիկ էին, ովքեր որ այդ սակրալության էլեմենտ ունեն իրանց մեջ, ասենք օրինակ, դա թագավորներ, որը որ մարդ է, բայց նաեւ որի դինաստիան աստվածային ծագում ուներ։ Դա հոգևոր առաջնորդներն էին, ովքեր մարդիկ էին, բայց ովքեր նաև սրբազանացված ստատուս ունեին, այսինքն մարդիկ, ովքեր որ այդ սուրբ ճշմարտությունները մարդկային աշխարհում պահպանելու իշխանություն ունեին։ Այսինքն դա հենց այդ կայունության զգացողությունն էր առաջացնում։ Սովորաբար մարդիկ ոնց են, էլի մարդիկ եւ փոփոխականություն են սիրում, բայց նաեւ չափից դուրս փոփոխականությունը առաջացնում է տագնապայնություն։ Դրա համար այդ կայունության էլեմենտը կյանքում կորցնելու, իսկ այդ կորցնելու վախը կարող է նաեւ վտանգը կարող է առաջանալ, երբ որ մարդը ինքը դադարում է ընդհանրապես գիտելիք ու ճշմարտություն, ճշմարիտ իմաստն հորինող դառնալուց, հա, ընդհանրապես չկան մարդիկ, ում այլևս կարելի է գնալ եւ հարցնել, թե որն է այս կամ այս դեպքում ճիշտը։ Մի անգամից դու մտնում ես միանգամից արհեստական բան, ես գոնե երիտասարդների մոտ դա տալիս է պատասխանը ու խնդիրը ինչ որ այդ պատասխանը բանա չի աշխատում։ Այդ պատասխանը աշխատող է, որտեղ իր պատասխանը հենված է շատ տարբեր բազաների վրա, դատաների վրա, տվյալների վրա, եւ ինքը այդ տվյալների հիման վրա մշակում է պատասխան, որը որ ասենք մարդուն այդ պատասխանը մշակելու համար կարող է եւ ավելի երկար ժամանակ պետք է։ Այնպես որ այստեղ իրոք կա մի հատ իրավիճակ, որը որ շատ մեծ հարցականներ ունի։ Անձամբ ես
մտածում եմ, որ ինքը անխուսափելի է ու շատ լուրջ փոփոխություններ ու ցնցումներ աբերելու ընդհանրապես մարդկանց ինստիտուցիոնալ կազմակերպվածության մեջ եւ շատ ինստիտուտներ այլևս կարող է կորցնեն իրենց ֆունկցիոնալությունը ու շատ բաներ կարող են փոխվել այս առումով նաեւ այդ տեսեք դուք ասում եք ծնող երեխա հարաբերությունը ծնողավարությունը կշարունակի պահպանվել իհարկե որտեվ երեխաները ամեն դեպքում ունեն որոշակի տարիք, որ հոգատարություն է պահանջում, որտեղ ասենք պետք է իրենց ավելի հենց ծնողից իմանալ, որ նա ճիշտը, որը սխալը, թե հակառակ դեպքում ինքը կմեռնի մի անգամից, այլ փորձության պատճառով ինչ որ վտանգների մեջ անդադ կհայտնվի։ Անկեղծ ասած, այս լիքը հարցեր կան, որ ես ինչի ասում, որ մենք հիմա արհեստական բանականության այս թեմային, որ առնչվում մենք ընդամենը երևի այդ իրանից ունեցած վախերի ու իրանից ապրվող հաճույքների փուլում ենք, որ համ վախում ենք, համ հաճույք ստանում։ Բայց հետո ինչա լինելու, ինձ թվում է, որ մենք ասելով ես նկատում եմ ընդհանրապես մարդկանց, որտեղ գիտությունը ով պետք է այդ վերլուծի, ով գիտությունը, հա։ Իսկ գիտությունը չի հասցնում այդ արագությունը չունի ինչ-որ սոցիալական, չէ՞, գիտությունները, ես ոնց ասում, սոցիալական գիտության մասին է։ Հումանիտար ուղղությունների համար նախ մի քիչ մի տեսակ կարծես տորադասված լինեն, չգիտեմ ինչու, երևի այդ STEM ուղղությունների պոպուլարիզացիայի արդյունքն է, երկրորդն է մի քիչ արագ է գնում, այ դուք պատմում եք, գիտեք ինչ հիշեցի, օրերս հենց իմ 11 տարեկան աղջիկն ինչ որ ծրագիր էր քաշել, մուլտֆիլմ էր արել ծրագրով, ու ես ասացի, ինձ էլ կասես ինչպես ես արել, դժվարանում եմ հիշել, որ 11 տարեկանում իմ մայրը իմ հանդեպ ինչ-որ տենց հարցեր ունենար իմ արածի հետ կապված, հա, չկար ոչ մի բան, որ ես արել եմ ու ինքը չէր պատկերացնում, թե ոնց դա կարող եմ անել, եւ սա հա, ձեր ասած ծնողավարության ձևի փոփոխություն է, բայց ուզում եմ վերադառնանք Հայաստան։ Այդ մի բան էլ ասեմ, նայեք, ամեն դեպքում այս սախ մտահոգությունների մասին, որ խոսում ենք, կա մի բան, հա, մարդը ինքը ֆիզիկական ֆենոմեն է, հա, ֆիզիկական երևույթ, այսինքն ինքը ունի իր մարմին ու ինքը իր մարմնից դուրս չի կարող գնա։ Ինչ նշանակում ունենալ մարմին, նշանակում է, որ այդ մարմինը ունի ցավեր, ունի հաճույքներ, ունի տարբեր տեսակի զգայականություն, ու մենք մեր որպես ֆիզիկական էակ էմոցիաներով մեր այդ ամեն ինչով մենք շարունակում ենք մնալ այն ինչ որ կանք եւ ինչքան էլ որ արհեստական բանականությունը փոխարինելու է շատ հարցերում գիտակցական այդ գիտելիքի ստեղծման կարող է գիտելիքի ստեղծմանն էլ ինքը փոխարինի, հա, տեղեկատվության ստեղծման եւ շատ այլ ոլորտների, բայց մարդիկ ունեն ֆիզիկապես իրար հետ կոմունիկացվելու անհրաժեշտություն եւ այդ ֆիզիկապես սոցիալական կապերի փոփոխությունները ինչ որ վարիացիա ենթադրում է, բայց դա անսահմանափակ չի։ Հա, այդ ֆիզիկապես կոմունիկացիան պահպանվելու է, այսինքն մենք ունենալու ենք այդ մարդկային աշխարհը ու այդ մարդկային աշխարհը նաև պետք է լինի կառավարելի, պետք է ունենա իր ինստիտուտները, այնպես որ կլինեն շատ էական փոփոխություններ, որոնց մասին հիմա գուշակություն անելը բարդ է, անշնորհակալ գործ է, պետք է այս ամեն ինչը հետազոտվի, բայց կարծեք թե ել եմ ասում, անձամբ ինձ բացի այս տիպի զրույցներից կամ մի քիչ ավելի խոր զրույցներից ուրիշ բան չի հանդիպել, այսինքն գրքեր, որտեղ արդեն վերլուծված է այս ամեն ինչը, ինչ որ բաներ կան, հիպոթեզներ կան, բան չկա, այսինքն մարդկություն չի հասցնում ուսումնասիրել այն ինչ որ իր հետ կատարվում արդեն։ Իսկ այդ շատ ինչ որ բան ունի իր մեջ, էլի։ Դե մինչև սկսում ես ուսումնասիրել, արդեն ուսումնասիրության տարարկան փոխվում է։ Հա։
Կամ գիտեք ինչ, այստեղ մի հատ ուրիշ խնդիր կա, կամ մարդիկ փոխվի ապրելու մեր կյանքում շատ բաներ եւ ամենակարևոր բաներից մեկը կլինի ուղղակի այդ տարերայնությանը, փոփոխությունների տարերայնությանը ադապտացված ապրելը։ Մի բան, որ ավակ սերունդը սովոր չի, եւ բայց նոր սերունդը դրան շատ արագ արձագանքում է, այսինքն նաեւ այդ արձագանքման կարողություններն են շատ տարբեր սերունդների միջև, այնպես որ նույնիսկ չգիտես սերնդափոխության ընթացքում ինչ կլինի, որտեվ այն սերունդը, որը հիմա շատ արագ արձագանքում է տեխնոլոգիաներին, մեզնից ավելի առաջ է, բայց կյանքի ընթացքում, ժամանակի ընթացքում իրանց ցից ավելի երիտասարդ սերունդը համատ իրանք են հնանալու։ Այնպես որ այս տեխնոլոգիաները շատ բան են։ Անհասկանալի է ուր կգնա, մինչև ու մարդ տեխնոլոգիա հարաբերության մեջ մարդու տեղը որտեղ կլինի, ընդհանրապես այստեղ ինքնությունների խնդիրն է շատ էլի բան առաջ գալիս, որտեղ լինելու է նաև դիմադրություն էս ամեն ինչին։ Հա, բայց դիմադրությունը էլ տենց համատարած չի, ես տեսնում եմ, որ դիմադրությունների արդյունքում նույն հասարակությունները ներսից են այսպես ասենք աղճատվում, որտեվ մի խումբը մի ձև է դիմադրում, մյուս խումբը ասում է դիմադրելու կարիք չկա, պլյուս ասենք հարց է ծագում, օրինակ խոսեցիք այդ ազգային պետությունների այդ ծանր մեքենայի մասին, հա, որ օրինակ կրթական համակարգում քաղաքացու կամ ազգային ինքնություններ սովորեցնում, հա, նույն տեքստերը տալով բոլոր երեխաներին, երեխաները ընդհանուր տեքստային համակարգը ներբեռնելով սեփական ուղիղ մեծանում էին ու գրում էին որոշակի ինքնություն։ Հիմա սա էլ է արդեն աղճատման գնում, ու շատ մեծ հարց է թե ինչ կլինի։ Պետությունը ինքը էլի համատաբար շատ ուշ առաջացած երևույթ է, ընդամենը մի 4000-5000 տարվա պատմություն ունի պետության ինստիտուտը, հա, ու ինքը ինչի հետևանքում է առաջացել, ինքը էլի առաջացել է ինֆորմացիոն տեխնոլոգիաների փոփոխության հետևանքում։ Առաջին պետությունները առաջացել են, երբ որ առաջացել է գիրը, ասենք Շումերում եւ Եգիպտոսում, երբ որ առաջին հետո նաեւ Չինաստան, Հնդկաստան, որտեղ որ գիրը առաջացել է պետություն, ինչի անա։ Դե հա, առանց գիր դու չէիր կարող ունենալ չինովնիկը կնդասական։ Հա, դու չէիր կարող ունենալ կառավարեին այդ մեծ տարածքը։ Այսինքն զուտ բանի դեմոգրաֆիկ առումով ավելի մեծ քանակի մարդկանց է հնարավոր եղել սինխրոն ձևով, համաժամանակյա ձևով կառավարել, այսինքն եթե առաջ բանավոր դու չէիր կարող մի 500 կիլոմետր հեռավորության վրա հրահանգ ուղարկել, իսկ գրի հայտնաբերման ժամանակ եղավ այդ հնարավորություն, դրա համար պետություններ առաջացան։ Հիմա այդ գրի առաջացումը բերեց նաև այդ պետությունների առաջացումը բերեց տարբեր ժամանակներում տարբեր տիպի ազգերի ձևավորման։ Հիմա գալիս է մի պահ, երբ որ ինֆորմացիայի այդ տարբերությունները, որոնք որ գրի միջոցով պետական սահմաններ էին ձևավորում, հա, այսինքն ազգային ինքնություններ։ Հիմա, չգիտես, վաղը չեմ հուսով կարող է այդ պետության ձևերներ փոխվի, որովհետև ասարակ բան Եվրոպայում արդեն երկրներ կան, որտեղ որ նոր սերունդը շատ ավելի լավ է տիրապետում անգլերենին, քան իր մայրենի լեզվին։ Այսինքն ինքը շատ օգտագործում է անգլերենը, այն իմաստով, որ իր աշխատանքային լեզուն է դարձել։ Հիմա այսօր նայում եմ նման բան նաև տեսնում ես տենդենս նկատելի է նաև նույնիսկ Հայաստանում, որոշ ոլորտներում, այո։ Տեսնում եք ինչ որ ոլորտներում բանը հայերենը արդեն դադարում է գործածական լեզու լինել, որտեղ այդ մարդը ինքը կապված է միջազգային շուկայի հետ ու իր լեզուն, ամենօրյա կոմունիկացիան անգլերենն է, ու ինչ որ մի պահից հետո փոխվելու է շատ-շատերի մոտ փոխվելու է կոմունիկացիոն այդ լեզուն եւ ազգային լեզուն
կարող է այդքան էլ շատ մարդիկ ազգային լեզուներ այդքան շատ մարդիկ չկիրառեն։ Այդ դեպքում նաև դառնա թանկ հաճույքի նման բան, հա։ Հա, կարող է ինչ-որ փոխվի նաև պետություն ինստիտուտի ձևերը փոխվեն, շատ բաներ։ Հա, հաշվի առնելով օրինակ նայեք, մենք կարող ենք տարբեր տեսակի պետություններ մեջ բերել, բայց թերևս չենք կարող հիշել որևէ մի պետություն, որտեղ ասենք բյուրոկրատական համակարգը չլինի։ Չկա պետություն անալ բյուրոկրատական համակարգի, իսկ տեխնոլոգիաները գոնե տեսականորեն հնարավորություն են տալիս չունենալ այդ համակարգը դրա փոխարեն եւ այլն, բայց քանի որ մեր ժամանակը շատ երկար չի, պարոն Թադևոսյան, ես ուզում եմ մի քիչ անդրադառնանք Հայաստանին, այս ամբողջ թողուբով, որ մենք նկարագրեցինք, որ դուք նկարագրեցիք մասնավորապես Հայաստանի համար շատ ավելի գոնե իմ կարծիքով բարդ է, որովհետև 2020 թվականին այդ ձեր ասած սիմվոլների մշակութային այդ սակրալ ճշմարտությունների մի մասը մեր աչքի առջև փշրվեց, հա, որոշակի, չգիտեմ, անպարտելի բանակը, ոգին եւ այլն, շատ լուրջ հարվածներ են մեծ հաշվով, թե մշակութային, թե հոգեբանորեն հանրության համար, որից հետո կարծես թե անverջ ինչ որ փնտրտուք է Հայաստանում։ Ես երբեմն ասած թղթի վրա դնում եմ ու մեջտեղ գիծ եմ առանձնանում ու փորձում եմ այդ ընդհանուր դիսկուրսների մեջ, որոնք կան քաղաքական դաշտում, փորձեմ այդ երկու հիմնական ուղղությունները նշмарեմ, հա, չգիտեմ, գրում եմ պետություն, հայրենիք, ապագա, անցյալ, չէ՞, այդ հայրենիքի մասին խոսացողները ավելի շատ կարծես թե ենթադրում են վերադարձ անցյալին, փառքին, հա, ոչ թե ինչ որ ապագայի։ Ժողովուրդ, ազգ, այս հակադրությունը հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ելույթում դրեց։ Անկեղծ ասած, ինձ համար դժվար է հասկանալ, թե ինչու են այս կետերը իրար հակասում։ Ինչու իրանք համատեղելի չեն։ Բայց փաստը մնում է փաստ, որ մեր դիսկուրսներում քաղաքական մեդիա իրանք հակասում են, իրանք բախվում են եւ դա երևի պատճառ ունի ձեր դիտարկումները եւ ինչ եք կարծում, ինչ պատճառ կա։ Հա, ճիշտ եք ասում, դրանք մեր մոտ հակադրվում են ու դա պատճառը շատ ակնհայտ է, էլի, նայեք, դա գալիս է մեր փորձառությունից, ազգային կյանքով ապրելու փորձառությունից, այսինքն մենք որպես ազգ մեր մոտ ավելի ուժեղ է ազգ համայնքի փորձառություն, այսինքն մենք տարիներ հարամյակներ շարունակ ապրել ենք համայնքային կազմակերպման այդ մեխանիզմով։ Ինչ է համայնքը այդ տեղն է, որտեղ որ մարդիկ անձնապես իրար ճանաչում են, հա, այսինքն այդ իրական ճանաչողությունը գոյություն ունի եւ դու ոչ թե Ստանդերսոնի հորինված հարևանները, այլ հենց իրական ռեալ հարևանները, իրական ու իդեալականը, չէ, այդ երևակայվողը։ Հիմա մեր մոտ ոնց որ այդ իրականը շատ ուժեղ է եղել, բայց շատ հետաքրքիր է, որ մենք ունեցել ենք նաեւ այդ երևակայական ազգը, որը որ ի տարբերություն այդ եվրոպական մոդելների, որ նկարագրվում է գիտական գրականության մեջ ազգայնականության ու ինքնության վերաբերյալ, հա, ի տարբերություն իրանց մեր մոտ այդ երևակայվածը նույնականացվել է ոչ թե պետության հետ, այլ տարածքի հետ։ Այսինքն այդ տարածքն էլ մեր մոտ էլի շատ երևակայական է, այսինքն մենք շատերս չենք եղել ոչ դե պետությունն էլ է երևակայական երևույթ, որ տենց մտածես, բայց հա, երևակայական է, բայց այդ երևակայությունը պետության ունի որոշակի նաև իրական արտացոլումներ, ասենք օրինակ պետությունը ունի սահման եւ քարտեզում նշվում է քո սահմանը, հա, եւ երբ որ դու պետությունը ունի որոշակի գործիքակազմ եւ դու այդ գործիքակազմի ինչ որ պահից բախվում, օրինակ հարկես մոծում, եւ դու առնչվում ես այդ ինստիտուտների հետ, հա, ասենք կամ քեզ դու բռնում են, ընկալում ես, որ ոստիկանությունը քո ազգայինն է, ոչ թե օտար պետության ոստիկանությունն է, որին որ դու պետքա չընդհատվես, օրինակ, հա, որ քեզ որպես այդ երկրում այդ պետության մեջ ազգային ու կրոնական
փոքրամասնություն, երկրորդ կարգի տեղ են դնում, քո հանդեպ հենց քո կրոնի քրիստոնյա լինելու պատճառով հալածանքների են ենթարկում, քեզ նույնիսկ մարդկանց դասին չեն դասում, հա, ասենք նման բաներ կան, չէ՞։ Այո։ Այսինքն այդ ամեն ինչը մեր մոտ քանի որ այդ երևակայվածը ավելի շատ եղել է օտար։ Չէ, հայրենիքը չի նույնականացվել պետության հետ, մենք ցավոք սրտի չունենք այդպես ասած ինստիտուցիոնալ պրակտիկաներ եւ ինստիտուցիոնալ ապրելակերպի ավանդույթներ, ասենք օրինակ, երբ որ մարդիկ իրար հետ վիճում կռիվ են անում, ոչ թե դիմում ենք դատարան, այլ դիմում ենք ինչ որ մի հեղինակավոր մեկի, կամ այդ հեղինակավոր մեկը ազգական է, այլընտրանքային դատարանն է, կամ էդի թաղամասի, այսպես ասած, բանն է, չէ, թաղի լավ տղեն, կամ ինչ որ եթե երիտասարդներն դիմում են դրան, չէ, այսինքն մենք միշտ օգտագործում ենք անձնական ճանաչողության հիմքի վրա գործող ինչ որ մի կառույց, որովհետև մենք վստահում ենք հենց այդ անձնական ճանաչողության հիմքի վրա է մեր մոտ վստահության մեխանիզմը աշխատում, հենց մենք անձնական ճանաչողությունից դուրս ենք գալիս, դադարում ենք, ընկնում ենք մի քիչ տագնապի մեջ, հա, վախենում ենք, որ այդ արդարությունը կկորցնի, այդ ինստիտուտը մեր հանդեպ արդար չի լինի։ Բայց ինստիտուտի ներկայացուցիչներն էլ են այդ նույն ձեր ասած տրամաբանությամբ աշխատում, մենք բոլորս ենք նույն հասարակության մասն ենք, հա, որովհետև ինստիտուտները իրանք մշակութային ինքը դատավորն էլ է տենց մտածում, էլի, անձնական ճանաչողության։ Կապ չունի դու դատավոր ես, դու ինստիտուտի մեջ ես, թե ինստիտուտից դուրս ես, ամբողջ խնդիրը այն է, որ որպես հայաստանցիներ եւ նույնիսկ հայեր, որովհետեւ հայերը դրսում են այդպես մտածում, որովհետեւ տեսեք հիմա երբ որ Փաշինյանը այս դիսկուրսը բարձրացրել է, որը ոչ շատ կարևոր դիսկուրս է իմ կարծիքով, այսինքն ինքը ինչ խնդիր է դնում, ասում է եկեք այնտեղ ես ասեմ մեթոդաբանության հետ ես ունեմ խնդիրներ, հա, այսինքն որ դու պետականությունը հակադրում ես ազգայինին. Հա, հենց այդ եմ ասում։ Իմ խնդրեմը դրա հետ է։ Դրանք իմ կարծիքով չպետք է հակադրել իրան, այլ պետք է կարողանաս համադրության եղանակով այդ խնդիրը լուծես, պետք է կարողանաս գտնել այդ համադրման տեղերը, որովհետև եթե գնաս քո հասարակության ներսում որոշակի շերտեր, որոնք որ արդեն կարողանում են համադրվել, հա, ասենք մենք ունենք հասարակության մեջ շերտեր, որոնք որ դեմ են ինստիտուցիոնալ գործունեությանը, շարունակում են կպած մնալ այդ համայնքային ինքնությանը ու ազգի ձևով ապրելուն, բայց ունենք նաև հասարակության մեջ որոշակի շերտեր, հատկապես երիտասարդ ու կրթական, այսպես ասած, ցենզով տարբերվող շերտեր կան, որոնք ավելի գերադասում են ինստիտուցիոնալ ձևով ապրել, հա, այսինքն մենք մեր մեջ արդեն ունենք այդ համադրման փորձը։ Ես դրա օրինակներից մեկն եմ, հա, ասենք ես եթե մի խնդիր առաջանում է, չեմ գնում մեր, չգիտեմ, ինչ որ մի հեղինակություն գտնում, որ այդ հարցը լուծեմ անձնական ճանաչողությամբ, այլ ես փորձում եմ ինստիտուցիոնալ ձևով լուծել այդ հարցը, հա, այսինքն, բայց միևնույն ժամանակ ես շատ ջերմ հարաբերություններ ունեմ, ասենք իմ այն մարդկանց ում ես ճանաչում եմ անձնական ճանաչողությամբ, նեղ այդ շրջանակները ազգակցական համայնք կլինի, ընկերական համայնք կլինի, թե ինչ, հա, ուզում եմ ասել, որ այս խնդիրը օդից չի առաջացել, այս խնդիրը լավ է, որ այդ դիսկուրսը վերջին հաշվով մեր մեջ գոյություն ունի, այսինքն մենք սկսել ենք խոսալ ազգը եւ պետությունը իրար հետ կապակցելու կարևորության մասին։ Մի բան, որ աշխարհը արել է մի 200 տարի առաջ։ Հա, մենք 200 տարի այս հարցում հետ ենք մնացել։ Բայց խնդիրը այն է, որ մենք չպետք է պարտադիր չի կրկնենք այդ նույն ճանապարհը, որով որ անցել են այսօր արդեն այդ ճանապարհը անցած ու հաջողություն ունեցած ազգերն ու պետությունները, որովհետև մենք իրանցից տարբերվում ենք։ Ուզում ասել, գոյություն ունի ընդհանրապես բազմագիծ էվոլյուցիա եւ միագիծ էվոլյուցիայի այս տեսությունները,
Եվ միագիծ էվոլյուցիան գիտության մեջ ավելի մերժված տեսություն է, քան բազմագիծ էվոլյուցիան։ Միագիծն է, որ աշխարհում մի հատ զարգացման ճանապարհ կա, որը անցել են, այսպես ասած, եվրոպական զարգացած երկրները, ու մնացածը զարգացման իրանց ուղին եթե ուզում են բռնեն, պետք է վերցնեն իրանց փորձը, այդ միագիծն է, բայց կա բազմագիծ էվոլյուցիան, որ կարևոր է զարգացումը, բայց ամեն հասարակություն ելնելով իսկ առանձնահատկությունից ինքը կարող է մշակի իր զարգացման ուղին, հա։ Հիմա հարցը նա, որ այս կոնֆլիկտը առաջացել է հասարակության մեջ, կա այդ բանավեճը, այդ շատ լավ է, որ մարդիկ խոսում են, մտահոգվում են, կռվում են, նույնիսկ այդ կռիվը վերահացվում ծայրահեղ դրսևորումների, մեկին դավաճան ասում, ատում են իրար, բանը հին ընկերները դադարում են ընկերություն անել, հա, Facebook-ում մարդիկ իրար ընկերությունից ջնջում են, այս ամեն ինչը խոսում է այն մասին, որ մենք ցավոտ տեղին կպել իրոք ունենք խնդիր եւ այդ խնդիրը լուծելու անհրաժեշտություն ունի, թե կարողանանք արդյոք մենք այդ լուծել թե չէ, այդ ուրիշ հարց է, ինձ թվում է որ կարողանանք, բայց այստեղ նաև մի բան էլ ասեմ, ես գիտեմ որ ժամանակ քիչ է, բայց այստեղ նաև էլի մենք գործ ունենք այն նույն խնդրի հետ, ինչի մասին ես խոսում էի, այդ ինստիտուցիոնալ ու ոչ ինստիտուցիոնալ մեթոդների, հա, այս խնդիրը կարող է լուծվել ինստիտուցիոնալ կերպով կազմակերպված մտքի միջոցով, եթե դու ինստիտուցիոնալ ձևով կազմակերպված մտքի միջոցով չես լուծում, եթե դու նույնիսկ ամենա լավ գիտնականն ես աշխարհի, հա, բայց դու ոչ թե ինստիտուտի միջոցով ես փորձում այլ դուք ձերոնցով հավաքվելու բան եք մտածել խելացիներին, չգիտեմ, տարբեր մարդկանց հետ հանդիպել խոսալով, բայց վերջում ոնց որ ասած ռազմավարություն դնում 14 կետով դու ես գնում, այդ արդեն դարձավ այն ինչի դեմ դու փորձում ես պայքարել, այո, հենց այդ ասում, այն վիճակի մեջ ես ընկնում, ինչի դեմ դու ուզում ես պայքարել, դու լուծես այդ խնդիրը, դու պետք է հենց ինստիտուտներ աշխատացնես, նույնիսկ եթե այս պայն չունես, դու ձևավորված գիտական շատ տենց բան ինստիտուտներ, դու պետք է փորձես գտնել այդ պոտենցիալը, որի հիմքի վրա կարելի է ինստիտուտներ ձևավորել ու ինստիտուցիան միտքը աշխատացնելու միջոցով լուծումները գտնել, էսա խնդիրը։ Մտածեցի, որ դու կարող ես դա չանես, որովհետև ինքդ լինելով այս հասարակության դարգասիկը չվստահես այդ ինստիտուտներին։ Հենց այդպես էլ կա, որովհետև տեսեք, երբ որ դու լսում ես այս դիսկուրսը շրջանառող մարդկանց, իրանց պատճառաբանություններից մեկը որն է, որ իրանք ասում են բանը, մեր գիտությունը, ասենք, սովետական շրջանից է եկել ու մեր գիտնականների մեծ մասը այդ մտածողության կրողն է, այսինքն դու միանգամից բան ես անում, ինստիտուտից հրաժարվում ես, դու տենում ես թերություն, այդ թերությունը կա, հա։ Բանը մենակ քոնն է խմբում ես, փնտրում, ինչը արդեն իսկ վերջ էլի։ Այն ինչի դեմ դու կռվում ես, դու ընկար դրա մեջ։ Իսկ լուծումը այն է, որ դու փորձես այդ ինստիտուտը առողջացնես ու իր միջոցով նաև համ առողջացնես, համ առողջացման այդ process-ը դարձնես հենց այն խնդիրը լուծելու գործիք, այսինքն զուգահեռ sense process-ներ կազմակերպես, իսկ այդ նշանակում է, որ պետք է շատ համալիր դիտարկես խնդիրները, վստահես քեզնից դուրս գտնվող կառույցներին, ձևավորես վստահելի կառույցներ, այսինքն բանը էլ այստեղ խնդիր է։ Եթե դու ուզում ես պետություն ստեղծես, դու պետք է պետությունը ստեղծես ինստիտուտներ ստեղծելով։ Եվ այդ ինստիտուտները ոչ միայն կառավարման ինստիտուտներն են, այլ նաև այդ կառավարումը վերահսկող ինստիտուտներն են, այլ նաև այդ կառավարումը սնուցող ինստիտուտներն են, այդ թվում նաև մտքով սնուցող ինստիտուտներն են, եթե դու միտք ես արտադրում, այսինքն ինչ որ դու արտադրում ես այդ միտքը, այսինքն դիսկուրսները իրանք ինստիտուցիոնալ ծագում պետք է ունենան, որովհետև այդ նույն Եվրոպան, որին որ դու փորձում ես ընդօրինակել, իրանց մոտ դիսկուրսները ինստիտուցիոնալ ծագում են ունեցել։ Այսինքն եղել են մտքի մտածողության կենտրոններ, համալսարաններ, քաղաքական գործիչները շատ այդ մտքերի սպառողներն են, ոչ թե ասենք եղել են փիլիսոփայական դպրոցներ, որոնք որ տարբեր տեսակի
կոնցեպցիաներ են առաջադրել, իրար մեջ վիճաբանել են, իսկ քաղաքական գործիչները վերջին հաշվով օգտվել են արդեն այդ ինստիտուտների արտադրանքից, մտավոր արտադրանքից, ու իրանք դրանք ներդրել են քաղաքականության մեջ, դա խնդիրը։ Շատ լավ, շատ շնորհակալ եմ, ցավոք սրտի թեման շատ մեծ է, ժամանակը Էլի քիչ է միևնույն է։ Ես մեր բոլոր ռադիո լսողներին եւ ռադիո դիտողներին հիշեցնեմ, որ դուք դիտում եւ լսում եք Գործարար ալիքը, այսօր մեր հյուրն էր մշակութային մարդաբան Աղասիթ Թադևոսյանը։ Շնորհակալ եմ շատ։